կմաղթեք աշխատավոր մարդկանց։ Համբերություն առաջնահերթ, ով չի աշխատում աշխատի, ու հիմնականը կառավարությունը լավ աշխատի, որ այս մեր վիճակը լավանա։ Խոսեցիք կառավարությունից, պետությունը ինչ պայմաններ պետք է ստեղծի, որպեսզի աշխատավորները իրենց ավելի գնահատված զգան։ Գիտեք, դա չեմ կարող ես ստույգ ասել։ Հիմա օրինակ ինձ տան ես չեմ կարող ղեկավարել 100%։ Չեմ կարող ասել, ոնց կարելի է ուղղել այս ամեն ինչ։ Ձեր կարծիքով, արդյոք Հայաստանում այսօր աշխատավորների իրավունքները պաշտպանված են։ Ինձ թվում է ոչ։ Ինչն է խնդիրը։ Տրուդովոյ կոդեքս կա, չէ՞։ Սենց նայելով, հենց այսօր որ շեշտեցինք մայիսի 1-նա, աշխատանքային օր չի, ճիշտ է։ Դե բայց շինարարություններ կա, որ աշխատում են կամ ուրիշ ինչ-որ հիմնարկներ կան, գուցե եւ աշխատում են։ Հաջողություն, առողջություն։ Ձեր կարծիքով այսօր Հայաստանում աշխատավորների իրավունքները պաշտպանված են։ Չեմ կարծեր, բայց նորենալ։ Հաջողություն, առողջություն, ամեն ինչ։ Ձեր կարծիքով այսօր Հայաստանում աշխատավորների իրավունքները պաշտպանված են։ Այո։ Իսկ պետությունը ինչ պետք է անի, որպեսզի աշխատավորները ավելի գնահատված իրենց զգան։ Ավելի բարձր աշխատավարձ տա եւ աշխատատեղեր բացի։ Ցանկանում եմ միշտ առողջ լինեն եւ ունենան իրենց աշխատանքը։ Իսկ ինչ եք կարծում, պետությունը ինչ պետք է անի, որպեսզի աշխատավորները հաճույքով գնան աշխատանքի։ Ինձ թվում է այս հարկերը այդքան այդ ամեն ինչ այդքան չբարձրացնեն, քանի որ այդքան աշխատավարձ չենք ստանում, որ այդքան էլ հարկեր վճարենք։ Իսկ ձեր կարծիքով աշխատավորների իրավունքները աշխատանքի վայրում պաշտպանված են։ Այն որոշ տեղերում այո, որոշ տեղերում չէ։ Հաճելի աշխատանքային տարիներ, բայց ինչքան հնարավոր կարճ, որպեսզի ինքամը շատ լինի, աշխատանքը քիչ։ Ձեր կարծիքով պետությունը ինչ պետք է անի, որպեսզի աշխատավորները հաճույքով գնան աշխատանքի։ Նու հիմնականում հարկային համակարգի լավացումներ կարելի է միգուցե, օրինակ IT-ում լավ ավելի հարմարացրած է, ավելի ցածր թաքսերով են աշխատում մարդիկ, ինձ թվում է պետքա դա վերանայել մի քիչ։ Առողջություն ու աշխատանք, միշտ աշխատեն։ Ինչ եք կարծում, պետությունը ինչ պետք է անի, որպեսզի աշխատավորները եւ գնահատված եւ հաճույքով գնան աշխատանքի։ Դե լավ աշխատատեղեր ստեղծի, որ բոլորը կարենան աշխատեն։ Ձեր կարծիքով աշխատավորների իրավունքները պաշտպանված են Հայաստանում։ Չեմ կարող ասել, կներեք։ Ուժ եռանդ, ոնց ասեմ, մի աշխատավորն է երգիրը պահում, աշխատավորը չլինի, երգիրը չի լինի։ Ինչ եք կարծում, պետությունը ինչ պետք է անի, որպեսզի աշխատավորը եւ իրեն գնահատված զգա եւ հաճույքով գնա աշխատանքի։ Պետություն գոյություն ունի, որ իսկ երկրի ղեկավար գոյություն չունի, ոչ ազգային ժողով գոյություն ունի, ոչ մի բան գոյություն չունի։ Ինչ եք կարծում, աշխատավորների իրավունքները Հայաստանում պաշտպանված են։ Ոչ։ Ինչու։ Որովհետև ոնց ասեմ, սա ամեն մեկը իր համար են, սա իր գրպանի մասին է մտածում, ոնց պետք է լինի։ Որ աշխատանք լինի, մարդիկ աշխատեն, կարողանան իրենց կարիքները հոգան։ Ձեր կարծիքով պետությունը ինչ պետք է անի, որպեսզի աշխատավորները իրենց գնահատված զգան եւ հաճույքով գնան աշխատանքի, ինչ պայմաններ պետք է ստեղծի։ Չեմ կարող ասեմ։ Ինչ պայմաններ պիտի ստեղծի աշխատատեղեր, տարիքային սահմանափակումներ չդնեն, որտեղ զանգում ես նախ գործակալությունները ավելի շատ են աշխատում, քան ուղիղ հիմնարկությունները։ Աշխատատեղերը, որ լինի ավելի մարդկային պայմաններում, սանիտարական հիգիենան պահպանեն, ուրիշ ինչ։ Ձեր կարծիքով Հայաստանում աշխատավորների իրավունքները պաշտպանված են։ Ոչ։ Ինչու։ Ես ինքս աշխատել եմ, իմ իրավունքները պաշտպանված չի։ Ինչն է խնդիրը ձեր կարծիքով։ Խնդիրը նա է, որ եթե քեզ չեն ուզում, որ դու մնաս աշխատես, քեզ դնում են սահմանափակում են քո տարիքային շեմը, որ դու 60 տարեկան ես, ուրեմն ոչինչի ընդունակ չես։ Ու ոնց ասեմ, եթե գալիս է ժամանակը, եթե նույնիսկ սեզոնային աշխատանք է, մարդիկ պահում են իրենց աշխատողներին հիմնական, իսկ մնացածներին հաջողություն։ Ուժ եռանդ, առաջին հերթին առողջություն, որ
շարունակեն պատշաճ ձևով իրենց գործատուին մատուցել են ծառայությունները, ինչին որ հմտացել են, իդեպ նշեմ, այսօր ոչ աշխատանքային է, բայց ինքս էլ շտապում եմ աշխատանքի։ Ձեր կարծիքով պետությունը ինչ պետք է անի, որպեսզի աշխատավորները իրենց գնահատված զգան եւ հաճույքով գնան աշխատանքի։ Կարծում եմ առաջին հերթին պատշաճ եւ լիարժեք վարձատրի աշխատողներին, որպեսզի ել ավելի ցանկանան իրենց արժեվ դրվածը իրականացնել։ Իսկ աշխատավորների իրավունքները ձեր կարծիքով Հայաստանում պաշտպանված են։ Կարծում եմ այո։ Կարծում պետությունը ինչ պետք է անի, որպեսզի աշխատավորները իրենց ավելի գնահատված զգան եւ հաճույքով գնան աշխատանքի։ Եսի։ Չգիտեմ էլ պետությունը ինչի է ունակ, որ ինչ պետք է անի։ Իրավունքները պաշտպանի հնարավորինս բոլոր աշխատավորների։ Իսկ այսօր աշխատավորների իրավունքները Հայաստանում պաշտպանված են։ Ինչքան գիտեմ, չէ։ Ինչու՞մն է խնդիրը։ Վարձատրության, վերաբերմունքի, պայմանների, աշխատանքային պայմանների շատ խնդիրներ կան։ Ինչ կմաղթեք աշխատավոր մարդկանց։ Առողջություն ու փող։ Թող լավն է։ Ձեր կարծիքով պետությունը ինչ պայմաններ պետք է ստեղծի, ինչ պետք է անի, որպեսզի աշխատավորները իրենց ավելի գնահատված զգան։ Դա չլնելու բան է։ Նորմալ աշխատավարձ։ Կիսատ բրատ չլինի գործերը, միշտ աշխատանք լինի, որ մարդիկ աշխատեն։ Ձեր կարծիքով աշխատող ազգա, կաշխատի։ Ձեր կարծիքով պետությունը ինչ պետք է անի, որպեսզի աշխատավորները իրենց ավելի գնահատված զգան։ Դե ասենք բացի նոր աշխատատեղեր, մի քիչ նորմալ աշխատավարձը, որ իրանք էլ կարողանան գոնեն տարին մեկ անգամ գնան հանգստանան եւ այլն, հարյուր կարիքներ կա։ Մեկ էլ մարդը պետք է աշխատող լինի, ամեն ինչ պետք չի պետության վրա բարդել։ Պետք է աշխատող լինի, թամբալ չլինի, այսպես ասած։ Ձեր կարծիքով Հայաստանում այսօր աշխատավորների իրավունքները պաշտպանված են։ Ոչ այդքան։ Ինչու։ Դե այտենց չեմ կարող մանրամասն ասեմ, բայց մարդիկ կան, ասենք, աշխատում են շատ, ստանում են քիչ։ Ռեժիմ գոյություն չունի, առավոտը ոնց էր մեր ժամանակ մայիս 1-յան տոներին արձակուրդ, տոները աշխատանքն էլ աշխատանք, առավոտյան դուրս էր գալի, գնում էր քո աշխատանքի, երեկոյան վերադառնում էր։